Some days it's hard to see if I was a fool or you a thief. Made it through the maze to find my one in a million. And now you're just a painter from the story I'm leaving. And all I gave you is gone. Somebody like you was strong. That will be the dynasty forever couldn't break. That will be the dynasty like nothing gotta make. That will be the dynasty forever couldn't break. The scar I can't revert. When more than it heals, it's worth this hurt. And give you every piece of me, no wonder it's missing. And don't know how to be so close to someone so dynasty. And all I give you is gold. Somebody like you was told. That will be the dynasty that heaven couldn't shake. That will be the dynasty like nothing gotta make. That will be the dynasty forever couldn't break. It all fell down, it all fell down. It all fell down, it all fell down. It all fell down, it all fell down, yeah. It all fell down, it all fell down. And oh, I get well, let's go. Somebody like him was done. That will be a dynasty forever couldn't break. That will be a dynasty like nothing got made. That will be a dynasty forever couldn't break. It all fell down, it all fell down, yeah. It all fell down, it all fell down. And oh, I can't really, let's go. That will be the dynasty forever couldn't break. Շնորհակալություն Աղաջան գեղեցիկ կատարման համար։ Հիացած ենք բոլորս եւ լսում ենք ժյուրիին Սոնա։ Աղասի, նայեք, գերազանցիկ պետք չի լինել։ Հոյակա, ֆանտաստիկ տեմբր ունեք։ Ֆանտաստիկ տեմբր ինձ համար։ Բայց ֆալշիվի նոտաները մեկ հետ շատ էր։ Ինտոնացիոն մաքուր չեք։ Շնորհակալություն Սոնա։ Պարոն Գլումով, ի տարբերություն Սամվելի կատարված երգից, այս երգը պահանջում է ոչ թե մեղեդի ետևից գնալ, այլ ստեղծել մեղեդի, այսինքն երաժիշտն է քեզ լսում, ոչ թե դու նրան, հասկանում ես, խնդիրը դրանում էր։ Եվ ես օրինակ մտածեցի, որ իդեալական տարբերակ կլիներ, երբ որ Զերոյանն ու Գոհարը քեզ ներկայացնեին, երգ սկսեր, հոսանքները գնային ու վերջի երկու երրորդից միանային մարդիկ ու լսեին այդ վերջի կտորը, որտև սկիզբը աղավաղել էիր իդեալական կերպով, հետո բայց վերջում իսկապես ընկար տեղը, այն Սոնայի ասած Վարսավիրանոսն է, էլի, մի շաբաթ հետո եկա մազերը նստեց իր տեղը։
Պետք է աշխատել եւ այդ հուզմունքը պետք է կարողանաս հաղթահարել։ Եթե չես կարողանում, ուրեմն մրցույթին չպետք է մասնակցես, շարունակես, որտեվ այդ հուզմունքը անդադ լինելու է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ոյ աղասի, ոնց եմ ես ջղայնացած քեզ վրա։ Հիմա եթե ես սկսեմ խոսել, նորից կնեղանան ինձանից, կսկսեն մեդիա դաշտում գրառումներ կատարել, ինքը մասնակից է եղել եւ այլն։ Ես խորհուրդ եմ տալիս չկարդալ։ Ես կհետևեմ։ Գրքեր կարդա։ Գրքերը միշտ կան ու Մեդիա կան։ դաշտի գրածներ։ Ամեն դեպքում մոռացի դու ինչ մասնակից ես եղել։ Բան չունեմ ասելու, ես ասում եմ ինչ որ արդեն սկսել է կատարվել, աղասի ջան։ Տես երկրորդ իգական սերի ներկայացուցիչն է նստած ժյուրիի կազմում ու որպես կատարող ինչքան խոսվեց տեմբրի մասին։ Դու արդեն ունես այնքան հարուստ մի բան, հասկանում ես, գալ այդ տեմբրով, այդ հարուստ տեմբրով, որ այսքանի մեջ ես տարբերել եմ արական սերի ներկայացուցիչների մեջ տեմբրային առումով հենց քեզ, ընտրել այս հրաշք ստեղծագործությունը, ունենալ ֆանտաստիկ լեդեր, դու հետո հեռուստատեսային տարբերակով կտեսնես։ Ես ուզում էի ճախրել քո կատարումով, բայց հենց ուզում էի ճախրել, դու ինձ գցում էիր գետնին։ Դու պիտի ազատ ճախրես ու սկզբից մինչև վերջ մատուցես ճիշտ։ Ես դա չտեսա ու ես ափսոսում եմ այն տեմբրը, որ հիմա կա ու ճիշտ չի օգտագործվում դա։ Աղասի ջան, ես չեմ հավանել քո կատարումը։ Շնորհակալություն։ Անդրե ջան, լսում եք ձեզ։ Աղասի, իսկապես ախր ինչու։ Փորձերին նորմալ երգել ես, այսինքն ստաբիլ, անգամ ամենավերջի փորձին որևէ կարծիք չեմ ասել, որովհետև ասեցի ստաբիլ է։ Բայց այն ինչ որ արեցիր այսօր, դու անգամ առաջի փորձին այդպես չես արել։ Մի հանձնվի առաջ, այո, ճիշտ են ասում եւ շատ կարեւոր է, երբ որ ձայնի գույնը տարբերվում է, գիտես ինչու, պարտադիր չի երգչին տեսնես, որ ճանաչես։ Ռադիոյով կարող է երգը լսես, ասես, աղասի ձայնն է դա։ Կարևորը հիշվելն է, իսկ դու արդեն հիշվեցիր քո տեմբրով, մեկ շնորհավորում ենք, բայց ամեն ինչ դեռ առջևում է, չվհատվես, ամեն ինչ դեռ առջևում է, դեռ ժյուրին չի կայացրել իր որոշումը, այնպես որ եկեք բարձր ծափողջություններով ճանապարհենք աղասին։